Աշխատանքավորը իմաստ չկա է ունենալու։ Հինշապտի օգտած էրգորի այդելիստում։ Դե հա, դել կա։ Հատի չկա իմ բաղոս հաղպիլերի հարման։ Եթե խորանամ իմ ասում իմ համար վարշեղալիցա չկա։ Եկա սավոլս ասի եմ։ Ասի ես ունի ավելի, եթե օգտատորը հարմար մոմենացած ընդերի հարմար։ Շաբաթօրը համ Վալերին էր ավելի հարմար, համ Վիկտորիային։ Դրա համար ենք շաբաթ թողում։ Բայց երեք շաբթի ինչ բան է, Եթե մի հատ ուրիշ դաս կարելի, դե ուրիշ ժամերի խնդիր կար, որ շնցա շնչվել էր իրար։ Դրա համար փոխինք երկու շաբթի 5-ին, չէ՞։ Հա, երկու շաբթի 5-ին է։ Բաբշե կարող է հելեսը մտել չեմ ուզում շուտ ասեմ, բայց կարող են ցելի որ սա հոլերը 5-ին լինի։ Բանի, աշխատանքային օրին։ Չէ, շաբաթօրը մեր սովորական ժամ, շաբաթօրվան չի կա։ Հա, Հա, չէ, շաբաթօրվան ձեռ չենք տալի, ոնց կա տենց առավոտվա կանող հետի մնում։ Հələ բան չեմ ասում, հələ մի հատ հաստատ հասկանամ ու տենց թե չէ, բայց կարող են ցելի որ միշտ ժամը 5-ին լինենք բրցնենք էլ։ Երկու շաբթի 5-ին, 4 շաբթի 5-ին, շաբաթ 11։ Просто բանի, հաջող։ Այստեղ հեմի նապել հաղթում, ես ուզեցա բան անեի, չէ, իրանց նեյմերով բան անեի, ոչ թե ID-ներին ձեռք տալ։ Հեմի ես նայ, որ ID չեմ տվել ինպուտին, օրինակ, ու ուզում եմ չերես ինպուտ, ասենց name-ով անեմ իրան, այստեղ օրինակ name-ը վերել ինչ-որ բան, օրինակ առարկա, հեմի ես input քարակցիկալգիզներ կետ վայլու, այդպես ոնց աշխատի, թե չէ, ես չերես name իրա վայլու, Ինչ ես հատապ իրաց վերսում, այդ ես տվել, ճան, հեմի չէ, եթե name-ով լնի, name-ով կարաս attribute name-ը, տոլի ոնց էր, ընդեղ կար Դեսես մեջ քարակցի փակագծերի մեջն է ճիշտ է։ Նեյմը հավասար ինչ-որ մի բան։ Դա ձելի գտնելու ենք։ Բայց մենք ոնց էինք բան արել, չէ՞, նախորդներ։ Չէ, Քերչել եք տնոլով։ Չէ, գնացես։ Այսինքն սա ինպուտը են դիքտեք նամակներ։ Չէ։ Ես ինչ էի անում, քի նախորդ վարժությունը։ Նախորդը փորձել եք նորից անեք։ Չէ։ Դե ես նման եմ։ Իհարկե չէ։ Ես օբյեկտների պահով։ Ես ասի օբյեկտ արկեմ, դե չէ։ Դե ես դենց էի անում, ինչ էի անում, ախպեր, վեկալում էի սաղ ինպուտները։ Մի անգամից ինձի տղեկ չեք հիշում, ես այնց էի անում, որ ասում էի ինձի հետաքրքիր չի ինձ քանի հատ ինպուտ կա։ Ես սա վեկալում էի for refer-ում name-երով օբյեկտ էի սարք։ Հա? Նա եկեք ես այս խնդիրը մի չրթլո էլ բարդացրած լուծենք մի հատ։ Էսի շատ կարևոր է տղեկ, էսի եթե սաղ նստում է, մնացած արդեն տենց։ Հա, լավ թեմաներ են, շատ լավ թեմաներ են հաջորդները, բան չունեմ ասելու, շատ էլի պետքական, բայց սաղ բանը ստրուկտուրա, սաղ այդ բանը տեից է ձևավորում։ Մնացած արդեն всё շղթլդալ ենք էթա էլի, որտեղ ընդել որպես այդպիսի եսի միշտ չկա էլի։ Ահա, եղբայր ջան, արի գնանք HTML-ից սկսենք։ Արի ֆորմով անեմ։ Ստես բանը չէ թողել, հա, HTML-ը թողել է, ճա։ Հա։ Ահա, ID-ն հավասար է for։ Կամ շերուր։ Կապ հա էդի, այնա որ օրինակի համար էլի։ Label-ը ինչի համար է, տղեկ, ես էլ ասեմ։ Ուրեմն label-ը այդ վերևի բաներն է, հələ արի մտ, գրեմ որ տեղում ցույց տա։ Դե ինչի համար նախատեսված input-ը։ Որ input-ի համար։ Հա։ Չէ, այսինքն այ label-ը պատկանում է input-ի։ Որ գրում ես label for, օրինակ, առաջին դաշտը ինչի համար էր, առարկայի անուն, name գրել։ For-ը կլաս, հա, իր համար կլաս է։ Ուրեմն label-ը input-ը հեսա դնեմ, տղեկ, նայ։ Եթե input-ին, Գուրգեն ջան, ես տամ L, name-ը, ես երկուսը իրար հետ տիգ ջան, էլ կապ չունի։ Input-ին, Գուրգեն ջան, ու label-ին կապում հա,
այս lesson bar Այսինքն համնեյմը ու ֆորմը for ինչի համարն է այս էլ ասма label-ը որ մեկի համար է ասма այս մի input-ի համար lesson-ի համար է ես ունի եթե name տամ բդի եթե տամ title եթե ըստ իր անունի ես եկեք սավ կրենք էսի lesson դնեմ առաջին input-ը երկրորդը եկեք copy անեմ type text-ներ առաջինի հա բա ինչ է Ես եմ տվիշում type text երկրորդը input-ը ինչ է time-ն է okay նայ եթե ուրգին ջան ըստե գրեմ time ըստեղ է պետք է գրեմ time ըստե գրեմ AGL-ը չեկը ըստե պետք է գրեմ AGL-ը որ ճանաչի հա իրար պետք է ճանաչեն թե չի աշխի time երկու տեղն է time են դնում այս label-ի մեջ հենց գրում ես բան օրինակ առարկա լավ որ հայերեն տառերով չի գրեմ էլ ըստեղ է գրում ենք ընտրի ժամանակ մի հատ էլ է input չէ մեզի պետք է ինչի համար է այն էլ նկարի լինքի համար okay նկարի հեղում ես էլ սենց ըստեղ դնում ենք image URL չէ սենց դնեմ անունը ըստեղ ուրեմն պետք է ուրգեն ջան դնեմ image URL հələ գնանք տեսնենք Ո՞ս ինչ են արես ինչքան անալցես անի վրա Նայ տենում ես այս տեմի անունները այս սաղ դրա համար այսինքն այդ label-ը Իմանաս ինչի համար է ինքը նախատեսված, բայց եկեք հələ մի հատ CSS-ի տեսանկյունից նայենք, հիշում եք, չէ՞, ես ասում ես բառադալի բան չի կարելի անել։ Ես մի բառադալի բան եմ արել։ Սրանք էս երկուսը, պետք է իրանց հերթին մի հատ div-ի մեջ լինի։ Կլասը տայի խոսքի item, չէ՞, form item, սենց արի տամ, հա, թիթիզ անում տամ, չէ՞։ Այս երկուսը պետք է լինեն div-ը։ Ապրես, բավանց, որտեղ այդ երկուսը իրար հետ կապում են։ Հա, եկեք մի HTML-ի ստրուկտուրան է ճիշտ հիշենք ու ճիշտ շարունակենք, էլ, նույն կլասը, տիկ ջան, կտանք սաղ դիվերին, ճիշտ է։ Div կլասը էլի form item, սա։ Այս label-ը կարա իսպանովյան է, տղեկ ներշի տենց հալլա, էլ, հա։ Լավ ես կրենք։ այսինքն այս label-ը դուրս շոր գործողություն չի անում, որ մանակ մեր տակին Okay, երբեք Բայց գիտես ինչ կա, բաներ կա ընդունված է, տիկ ջան, պրոստը որ label-ով անեն կամ օրինակ ամեն ինչ իր դերն ունի, էսի ընդունված բան է, որ input-ի հետ label են օգտագործում, ոչ թե spam խոսքի էլի։ Ու բաներ կա, ոնց որ label-ի հետ white-ի ավելի հարմար ալու, ես չեմ օգտագործում, եթե անկեղծ, բայց կարող է ես եմ սխալալ։ Համոզունի spam-ը է։ Իտոգավոր հա դաժե արի հələ եթանք իրա inline-ը նայենք։ Գրագետ մարդիկ հələ արի գնանք նայենք դրանք սրա display ինչ բան է։ Ուա, չէ, բերեմ կուրսորա մենակ տալ։ Արի գրենք ախպեր ջան display type, չէ, of label։ Արա կարող ես ID-ով աշխատում, հələ կանի կերը տղեկ, եսի կարող ID-ով էր։ Հա? Որել դու ID-ով ես գրել սա։ Դե item ID-ն time ID-ն time։ Եթե բանկ փոխի իրա կյանքում, թե բանը չի փոխ։ Mən zibiləm։ Հələ ուրեմն razı չկա։ Գալը razı չկա։
Ես ինչ type ուներ, տենց էլ չհասկացամ։ Ախպեր չեմ։ Հեմի նայք։ Ձեր մոտ էլ ասենց իրար տակ բերել։ Ալա ճիշտ է, տիվախ։ Ոնց անենք էսի։ Նայ, ավելի լավ, թող իրար տակ մնա։ Բայց այս հարցը մի քիչ ուրիշ ձև պետք է լուծենք։ Եկեք գնանք անենք էսի input-ի գլխին կայնի, ոչ թե ներ կողքը։ Առարկա բառը input-ի գլխում է։ Հետո բան, մենակ դիվը բանը մեջ չնան։ Առարկան վերաբերի այդ Նայ, էսի պետք է գնանք ու գինչ։ այս CSS-ով ասենք հարգելի form, չէ՞։ բաները Հարգելի form։ լեսինները Քո մեջ կա կետ display-ը փոխենք բլոկ։ բլոկը, որինն է։ Label-ի դի Նայ, արի նախ form-ին ասենք, որ դու display բան ես, flex ես։ Արա չէ, սիխի ենք flex անը։ Ես չեմ ուզում, որ իրար կողք լինի։ Ես չեմ ուզում մտել։ Ինձ պետք է գիտես, որով form item-ներին եկեք կպնենք։ Արի եթե ասեմ, որ form-ի մեջի form item-ները, չէ, div-երը։ Ասեմ form-ի մեջի form item class-ներով է, սենց, սրանք։ Պետք է ունենան display-ը flex, ախպեր չէ։ Ոնց անեմ իրար տակ լինի։ Flex direction-ը column, չէ։ Ահա։ Օպան, ախպեր չեմ, ահա։ Ահա, բայց քեզ բան եղավ, հիմա input-ին չափ պետք է տանք։ Եկեք ասենք ախպեր ջան, form-ի մեջի form item-ների մեջ գտնվող բոլոր input-ները պետք է ունենան width խոսքի 250 պիքսելի չափով, ճիշտ է։ Չէ՞ դիք։ Բա ոնց անեմ, իրարից մի քիչ հեռավորություն պահեմ։ margin bottom տանք ամեն մեկին, որ մի 10 պիքսել թե հեռու է թան իրարից։ Չէ, form item-ներին, չէ, տես Գուրգեն ջան, ես ստե արդեն div ունեմ։ Ես div-ին պետք է ասեմ մյուս div-ից։ Դրա համար գրեցի form item-ի մեջ։ Էսի ունենք, թե բացեմ ես։ Ընդ բան է սա, ավտոմատիկոս ոչ բան չի դիվում, բերում է, որ մեջը ոչ բան չկա դրած։ Ընդ բանը բերում, որ ուժասում է կարի մեջ ոչ բան չկա դրած։ որ բանը բերում ուժասում։ Չէ, որ ոստի մեջը ոչ բան չի դրած, մի ավելացնել, ինքը ընդ բան է, ասում է մեջը ոչ բան չկա դրած։ Դե գիտես ինչից է եղել։ Չգիտեմ որ դրած այն ռեկույրը եկեն Ես այդ դրանը կանդրադառնամ։ Այսինքն ավտոմատ բան է, բան չի ուժասում է։ Հա, բայց դե մեկը մենք դրան շանտեղ չենք դնել։ Մենք մեգա JavaScript-ով ենք անել։ Երբեք HTML-ի վրա արած բաներին դրա տվյալներին շանտեղ չենք դնում, հա։ Գիտես էդի որտեղ օգտին նայդիկ։ Հիմա ես label-ի իմաստը ավելի շատ որտեղ կհասկանանք, նայ։ Արստեղ գրեմ required Հայ, submit պետք submit պետք է գրենք, լավ, հա, դրա էդի, ապուշ բան։ Ես էլ այս required-ի մասով հեսա ուրիշ բան կանենք, էլ։ Ահա։ Էսի ունենք գրոզի, չէ՞։ Всё, գնացինք, լավ է, հերիք ասա։ Ահա։ Սաղի name-երը սիրուն ակուրատնի տվել են, կարևոր է դա։ Ահա։ Всё։ Ինչ ենք անում։
Նախ եկեք մի հատ 4-րդ դաշտ ավելցնենք այստեղ։ Մի հատ button, այդտեղ մի հատ 4-րդ էլեմենտը ավելցրեք այս բանի արանքը։ Այստեղ գրեք նկարագրություն։ Հեսա կասեմ ինչ ենք անում, էլի։ Նկարագրություն, այսը պրոստը տեքստ թողեք։ Կամ տեքստարիա թողել։ Հա։ Ջան։ Time-ը փոխենք, բանը։ Time-ը բանը փոխենք։ Չէ, այս time-ի տակ։ Հա, նա դուրս։ Մի հատ ուրիշ թազեն եմ, այսինքն տեսք պիտի ունենան, այսը նայ։ Просто բանը, եթե ֆորմը type-ը տեքստարիա դինի։ Ջան, հեսա, պրոստը մի հատ input-ի տեղը տեքստարիան հիշում եք, չէ՞ որ ներեն այս չեկվող մտվող այս տեքստերի համար, այսինքն, հա։ Բայց դրա բանը քանի մաքսի Բոլնի կարաս, հա։ Անանեն դերին չենք, նկարագրությունը։ Հա, description։ Եվ ֆորմը մեկ է բանները։ Էսի է description երկուսին, հա, հա։ Ահա, տակն մի հատ button դնեմ։ Տիկ ջան, քանի որ ֆորմի մեջ ենք դրել։ Ֆորմի մեջ դնելու համար type-ը button-ի պետք է նշենք, որ button-ը, այսինքն հենց button տեսակը։ այսինքն որ չնշենք ավտոմատ Ինքը ավտոմատ submit-ը, նայ։ Իրական տեսակը submit-ը, բայց մենք դնում ենք որ button-ը։ Այստեղ 4 հատ բան կա, է։ Տարբերակ կա, menu, reset ու submit։ Հա, այդ երկու տարբերակ է, հիշեք, button ու submit։ Ահա, եղբայր։ Էսի սենց այստեղ գրենք save ID տանք մի հատ այս button-ին, էլի տանք խոսքի save, ահա։ Всё, վրոձիպը ֆորմը ունենք, ճիշտ է։ Ահա, всё, էսը մեր button։ Արի CSS-ով մի անգամից տանք, որ ֆորմի item-ի համ input-ը տիկ ջան։ Կարամ սենց տամ տիկ նայ։ Ստորակետ, այս նույնիսկ գրեմ, պրոստը input-ի տեղը տեքստարիա։ Գիտես երբ ենք սենց անում, երբ որ իրանց հատկությունը նույնն է, այս համակարգի նշանների մեջ եթե նույն բանն ես գրելու, կարա ստորակետով նշես։ Այսինքն ի՞նչ է նշանակում, սա ասում է ֆորմի մեջ input-ը, Գուրգեն ջան, ու ստորակետով ու-ի տեղը դա ու էնի, всё, ախպուս, եղավ պրծով կենաց, այս հատիկ չտար։ Գնացինք, ուրեմն գնանք JavaScript, ասենք function start project խոսքի, հա, պրոյեկտը start տվող ֆունկցիա է։ Տակից էսի պրոստը տակ կանչենք, ահա։ Որ գնանք արդեն մեր խնդիրը, հա, հանգիստ գրենք։ Եկեք գանք առաջնայինից, մեզի առաջի հերթին ով է պետք։ Button։ Չէ, ամենից սաղ պատմությունը Գուրգեն ջան, button-ից է սկսվում։ Document get element by ID, չէ։ Save է դրել ID-ն։ Button-ի վրա, այս են որ առանց գրեմ точно, չէ։ Տիկ ջան, մեր համար կարևոր հաջորդ բանը որն է, մեր input-ները։ Բայց քանի որ ամեն քլիքի ժամանակ չպետք է թամ նորից վերցնեմ գտնեմ։ Հերիքա մի անգամ գտնեմ, որտեղ ներ չի input-ները փոխվելու, ճիշտ է։ Input-ի ատրիբուտները կարա փոխվի, տիկ ջան, input-ի value, ID, MID, դա точно կարա ընթացքում փոխվի, այդ ինձ ինտերեսնի չի։ Կարևորը հենց HTML էլեմենտը, չէ, այդ input-ը չփոխվի, ձեր չտան դրան։ Constant inputs-ը հավասար է document query selector all, չէ, ջան, հա, գիտես խի, որ ամեն անգամ թազա չբերեմ, էդ է էլի, որ չի փոխվելու դրա համար, ասում ենք form-ի մեջի, ասա տիկ,
get item, չէ, form item։ Form-ը Ասենք form item-ների մեջ input-ներ կա։ Չի input-ներ։ Ահա, գնացինք ցանկ, ճիշտ է։ Հա, բան, դե։ Բայց ֆորմն է նշում եք դիվերն է նշում։ Դե նայ, դուք կանանք չնշենք, բայց ցանկալի է միշտ ոնց ենք, չէ՞ CSS-ում անում։ Միշտ ցանկալի է նշել լիարժեք ճանապարհ, էլ։ Դա իսկը չի ոն, այլ։ Hani այսինքն ուժի բան բոլորնի ուժի input forward-ին ավտոմատիկ։ Իհարկե։ Էլ չես գալու HTML-ը կպնես։ Ներողություն JavaScript-ը։ Ահա, ախպեր չեն, գնանք console save։ Всё, 3 input-ն է ձերս տակա։ Բանա պակսում տիկ։ Տեքստարյան։ Տեքստարյան դե input-ն ասել եմ form-ի մեջի, form item-ների մեջի input-ը։ Հիմի նայ, ալիս ես մի հատ բան փորձեմ։ Ալիս ես բան փորձեմ դերում կլինի։ Հա։ Ոնց տվի CSS-ում։ Այսինքն սելեկտորը ոնց CSS-ի մեջ դնում են։ Այ ավլի, սա դեռ փորձում եմ, հələ փորձեմ դենամ, եթե եղավ տղեկ, նայենք, եթե չէ ուրիշ բան մոտեցի։ Այ, քեզ հրաշք։ Տղեկ հիշում եք, չէ՞, մեր ասելով, ինձ CSS-ում աշխատում, ախպեր, query selector role-ի դեպքում աշխատում, ну вообще query selector-ի դեպքում աշխատում։ Եթե CSS-ում չափը տվել ենք դարել, հա, ուրեմն արխեին կարաս այդ CSS-ի մեջից copy անես, էսի տանես, գցես query selector-ի մեջ։ Արի ոնց անեմ, այսինքն կերեմ տղեկ, բայց չշփոթեք, փակագծերը հեսա իրա, էլ, զուտ որ պոեզ չլինի, էլ։ Պարզ էր, չէ, query selector-ի մասով։ Ահա։ Հա, դի կլիկ ան, հա։ Էսը, սա սիրում գցելու։ Ահա, արի նախ հələ մինչև զանվածը, դի կարի հələ մի հատ տենանք հաստոցախ կարում ենք վերցնենք, թե չէ։ Դաժե էսի input չի, չգիտեմ ինչ տնենք, որտեղ տեքստ արեա կա մեջ ջոգիր։ Հա, գուրգեն։ Չեսկովակետ եմ դրեց։ Input-ների վրա for շվարանք։ Հա։ Եղավ։ Չէ։ Անունների մեջ է։ Input, չէ։ Հəm գնաս էսից։ Ստորակիտ տենս։ Всё, այսինքն տես ես կարել կոպիաներ տա ներունդը։ Անենք այսինքն այս ստորակետի ու այս անապների Հա, բասպես S ու S։ Հա, դա անքը ուտի բան։ Սերեն կպատնում է։ Չէ, մի քիչ դեռ սպեցիֆիկա։ Այդ նույնն որ sense կերես, Google-ին դեռ sense։ Էսի ոնց կաշխատել։ Հəmi եղբայր չէ։ Input-ներին ունենք, մի հատ եկեք հələ console log անենք, տղեկ։ Սաղի input-ի value, չէ՞։ Այդ console log-ով տենանք ինչ է, էլի вообще ես արժեքներին достуp ունեմ, ես բան թե չունեմ։ Լրացնեմ, նայեք, սաղ լրացրել եմ, չունեմ։ Հավայ բաներ գրեմ, տեսնենք։ Save-ը սխմում եմ։ Տղեկ 4-ին էլ չոտքի ստացել եմ console log-ով։ Գիտես լտիկ, որ դա լավ է։
որ տեքստարիայինն էլ է այդ value։ Դրանով ապրել Ահա, այսինքն Որ խոսքի տեքստարիայինը ուրիշ բան է։ այսինքն մենք մի ուրիշ ֆունկցիա սարքենք դուրսը պարամետր տանք ելեն, հա, ելեն կերպայլու։ Ինչի համար։ Դե որ անդր աղյուսակի մեջը դրի ես։ Հələ միջև աղյուսակը մենք գործ ունենք։ Դες ինչ գործ ունենք Գուրգեն ջան։ Հիմա որ նախ վալիդացիան պետք է գրեմ։ Չէ՞։ Ստուգումները պետք է կատարեմ։ Հա, դե if եթե դատարկա LM կերպայլու եթե դատարկա մի արա else դեպքում որ արա։ Մենք else մեջը պետք է սարքենք։ Եկեք դրա համար տղեկ, ոչ թե for-ը օգտագործենք։ Այլ for, գիտես խիտիկ, որ break անենք։ Ես գտնես սխալ մի բան, Գուրգեն ջան, էլի իմաստը ո՞րն է շարունակել։ Հա։ Օպտիմալ գրենք էլ։ If-ով էլ Շարունակվում է մեկը for-ը։ Նայ, 10 input ունես։ Հիմի որ այս for-ի մեջը գրես LM, ու if ստուգես LM կերպայլու եթե դա հավասար դատարկ չագերտի, break արա, չի անի ինչ։ For-ի մեջ break չի աշխատում։ Չի աշխատում։ Դե որ for-ի չապիշի for-ը, ուրեմն for-ի Մեկը սպეციფիկա կա իր մեջ, էր։ Մենակ է սովորական for more-երն, ատաղիկ որ break հասկացողությունը իր մեջ կա, էլ։ Այսինքն այստեղ ինչ անենք, մի հատ let valid հավասար է թերը։ Ենթադրենք, սա okay է։ Էս իմ ենթադրությունն է, ճիշտ է, valid-ը։ Եթե valid-ը ինչ-որ մի պահի, եթե item-ի get value չկա, ժխտեմ չէ սենց, ժխտման նշան, եթե չկա value, valid-ը կսարքենք, force-ը break-ը կսարքենք, break-ը մենակ cycle-ն է ստոպանում, չէ, ոչ թե իշտման ներքև, բայց դիք որ գրեի return, всё էլ տակը ոչ մեկ չեր ընել։ Կոնկրետ return-ի տակ։ Return-ի else-ի մեջի գրեք, հա, եթե հենց return տեսավ միտեղ, всё, տակի 300 տող է գրած, ներ չէր աշխատել։ Ահա, ներքև մի հատ ստուգում ենք անում սիրուն, եթե valid է, չէ՞, ու բացենք թողում այդ տեղը։ Հակառակ դեպքում alert-ով կարանք խոսքի ցույց տանք, լրացրեք անհրաժեշտ դաշտեր, ճիշտ է, նա։ If-ից, հա, էլի for-ա, էլի հասկացա, չէ, մյուսիկը, այսինքն բանից դուրս է։ Cycle-ի հետ կապ չունի, ես սպասում եմ ոնց որ cycle-ը պրծնում է, Գուրգեն ջան, մատ control-ի մեկը պետք է ստուգի։ Ոնց որ cycle-ից դուրս գալուց մեկը կայանում է դրան դեպի ասում ախպեր, հա, խոսքի, ինչ է լավ վերջը։ Ասում ախպեր valid է, ասում հա կամ չէ։ Ու հա, իր ասած արդեն հայից չէից կախված, ես կարամ իմանամ alert ցույց տամ, թե մնացած գործը շարունակեմ, էլ։ Ահա։ Հələ մի վրազ։ Նայ։ Ուրեմն տղեկ, իմ ինչին է պետք, ախպեր, նկարագրությունը հենց դաշտ է, որ կարա լինի, կարա չլինի։ Միշտ չի, չէ՞ որ բոլոր լրացվող դաշտերը պարտադիր են։ Հիմա նայ, ես սա լրացնում եմ խոսքի, արա, չեմ անում։ Սա լրացնում եմ, բացի սրանից ծերում եմ սխտում, ասում եմ լրացրեք բոլոր անհրաժեշտ դաշտերը։ Այ ախպեր, այս նկարագրությունը անհրաժեշտ դաշտ չի։ Հիմա ինչ կնգակարակը։ Բան չէ, այստեղ ելեմ այս ոստուգեցին valid-ը կամ valid չէ։ Այստեղ կարա հիմա կամի բան։ Ինչ ստուգեմ կամով։ Եթե այս for-ի մեջ ոստեցին, ստուգեցին ելեմ այդ value բան։ Կամ բան, այնտեղ սպասի քարոքսի valid-ով name-ը բանի Հիմա նայ, դու նես բան ես գրում, որ հետո Գուրգեն ջան, դու մի երկու հատ input ավելցնես այստեղ, որոնք որ ոչ պարտադիր են, նորից պետք է գնաս JavaScript-ը փոխես։ Չէ, անընդհատ JavaScript-ին էլի կպնելու ես դու։ Հիմա, նայ ինչ հավես բան եմ առաջը։ Այս input բանը, input կոչեցյալը ունի любое, ունի required parameter, պարտադիր է թե ոչ։
Անիմաստ բառ է մի հատ։ Իմ տեսանկյունից HTML-ում անիմաստ բան։ Սրան իմաստ կտամ ես, այսինքն տեքստայլայի նեյմից հետո դրեն, թե բանների չդի բավը ուշ տեքստը։ Այն չոր է, մասա։ Ահա, required-ը, Գուրգեն ջան, որն է, էսի է, description-ին չեմ տալու տիկ, չէ, հեմի էսի, վապշե բան չի փոխվեստե, նույն ձևի աշխատում, if-ի մեջ որ բան փոխենք կաշխատի, հեմի արի պրոստը, console log-ով, տպեմ item, չէ, item, get required, ես լյուբոյի պարամետրի կարամ, չէ, սենց կպնեմ, Եթե required-ը, չէ, հելը ձև չեմ տալի, if-ին մի հատ գնամ հաստատ ջորի իմանամ, ոչնիացը չէ, հեմի save եմ սխպում, արա բրեյք արե, արիլը բրեյքը կոմենտեմ, որ սաղ console log անել, կեղտը բրնուց, ուրեմն երկու հատը required-ը true է եղել, երորդը false է եղել, չորորդը էլի true, ճիշտ է, մենակ երորդն էր, որ ոչ required է, այսքան ստեղ, հերիք հայ, այսքան ինչ սարկեցի տղեք, որ HTML-ով ինչ ուզում ես ավելցրու, ախպեր զուտ քեզնից հասնում նշես required-ը թե չէ, արդեն իմ կոդը ես պետք է փոխեմ, որ ասեմ եթե այդ անտեր input-ը item-ը, հա, իմ item կոչված, արի item կոչված get required-ը true է ու դադարք չի, հա, այսինքն նա ինչ եմ ասում, եթե required-ը ու դատարկ է, չէ, ասում եմ, եթե required-ը ու դատարկ, այսինքն մենակ դատարկը հերիք չի գուրգեր, պետք է համե required-ը լինի, հա, պատկերցնենք տրեք հաստատես մոմենտ, որտեղ տիկ եթե required չի, արդեն էլ ինձի հետ պետք չի, որ valid-ը false դառնա, դες դար բերեցի առաջին տեղը, այսինքն իմ համար ավելի կարևոր է տիկ չան, ես դեմից հասկանամ required-ը թե չէ, եթե required-ը ու արժեք չունի, չկա դատարկ, հա, value չկա, այդ նոր դեպքում նոր կարա valid-ը ստառնա false, այսինքն ինքը գալու այս description-ի համար, Գուրգեն ջան, ոչի բան չանում, այստեղ չի մտնելու երբեք, դաժե եթե description-ըս դատարկ թողեմ, մեկը չի աշխատելու, նայ, ես 3 հատը լրացնում եմ, save եմ սխնում, 4-րդ input-ըս չկար, մի 4-րդն է գերում եմ, սու ախպեր, ոչ մի ալեր, որտև ինք եսի հաշվի չի ալ, այսինքն այս տղեք պուճուր տրյուկներ եմ ես անընդհատ սովորացնում, որ եսին ես չի դենց իրոք օգտագործումը, հա, գնացինք, հմի, ամեն անգամ մի հատ կոնստանտ օբյեկտ պետք է հայտարարեմ, չէ՞ ստեղ, երբ որ քլիկ են անում, տղեք ու շատ եղեք, որ փոփոխականը որտեղ եք հայտարարում, այսքան այդ տեսանելություն, բան որ սովորում ենք, այս պահերի համար ենք սովորում, Հիմի մենք պետք է ճիշտ կողմնորոշվենք, որտեղ է փոփոխականը ճիշտ կլինի հայտարարել։ Եթե Գուրգեն ջան, ես ես constant data հավասար է object, այսի։ Եթե ես վերցնեմ, բերեմ դուրսը, ստեղ։ Էսի всё, տեստիկ, այսինքն դու մի անգամ քլիկ արիր, լցնես մեջը, տենալու է, Գուրգեն ջան, ոչ չի տենա։ Իրա վերևի ծնողին։ Պրոստը նայ, մի անգամ արիր, լցվելու է զիբիլանոց ենք սարքում, տղեկ։ Նայ, դիք ջան, ոնց որ խոսքի օրինակ եմ ասում քեզ։ Ամեն անգամ մի հատ одноразовый տոպրակ պետք է վեկալես։ Մի բան գցես մեջ ախպեր, օգտագործես, բրծնես, դունչ, դեն շպրտես, դու գիտես ինչ է, վեկալում ես լուսաստղային լավ տոպրակներից խոսքի ու всё, դες սպառում ես ախպեր։ Դու ամեն անգամ պետք է գաս տիկ, ուրեմն այդ դատան, ամեն անգամ եթե քեզի թազա բան պետք է լինի մեջը լցես, տենալու ես լուսաստղի տոպրակը լիքնա, ստիպած դատրկես լուսաստղի տոպրակը, որ մեջը թազեքը լցես։ Բայց եթե Գուրգեն ջան, ես էսի տեղափոխեմ ես անտերի մեջ, այստեղ։ Ամեն անգամ ինքը одноразовый է դառնում։ Չէ՞։ Այդ է իմաստը սա, այսինքն ունես պետք է անես, որ կոկիկ աշխատես։ Թե չէ, դա է, օրինակ կոպիտ ասես, դու կարող այդ պահին էդի ուշադրություն չդարձնես կամ դրան տենց արժեք չտաս այդ երևույթին, տակը խնդիր թողես։
Всё, եղբայր, կարող է հնից ինֆորմացիա մնա օբյեկտի մեջ կամ բան, այսինքն եթե հաշվի չառնես այդ մասը։ Հիմա ինչ ենք ասում ենք հարգելի data։ Չէ օբյեկտ։ Բայց break-ից հետո Նայ, break-ը կարա աշխատի, կարա չի։ Break-ն էս բանա, որ room բանա, ախրանիկն է, ախրանիկը միշտ չի պահում։ Հա, հասկացա, որ չմտավ այդ if-ի մեջը, Input, այ ապրես, item եմ գերի ես, item get name-ը դնում եմ որպես key, item get value-ն որպես value։ Հա, դարավ։ Forest person-ի, տիկ ճան, valid-ը ստուգեմ։ Կարամ գրեմ console log valid-ի մեջ, չէ, տես ես որդ եմ գրում արդեն։ Տեք տեսեք ինչ սիրուն գալիս եմ, չեմ շփոթում սա, ահա, data, ահա։ բայց մի րոպե, item-ը առաջի մտավ, առաջինի get name-ը դեռ շատ չի սարքի ինքը։ Մի name-ով մի հատ ունես, չէ։ Հա։ Գալիս է սկզբից առաջի input-ի name-ով։ Քերը չեմ գրգում ունդախտնում։ Հա, քերը տարբեր է։ Մեկի name-ը եսի ինչա, մեկինը եսի ինչա։ Հա, եթե Գուրգեն ջան, օրինակ եթե HTML-ի մեջ ամփոփ լնես ու name-ը նույնը թողես մի ամի։ Բայց այնտեղ object չի ասի, որ դու այդ key-ով այդ բան ունես։ Օբյեկտը խի պետք է դες բան։ Բայց նույն անունով key չէ։ Կան այնի նրա տեղը ուրիշ կդնի, թազեն կդնի։ Երկրորդը կտենի։ Արժեքը, նայ ոնց էր, եթե օբյեկտում բան ունեինք, եթե ուզում էինք օբյեկտում ինչ որ value փոխեինք, ինչ էինք անում, նորից դիմում էինք, ասում ենք object-ը այս key-ով հավասար է արդեն սրա։ Նույն պրինցիպով ինքը աշխատում է, խի պետք է երրորդը, այլ։ Նորմալ երևույթ։ Ահա, հələ գնանք դրանք console log data-ն որտե արի, տիկ մենակ valid-ը ստուգելուց հետո։ Այո, այսինքն եթե սա okay է եղել նոր, լրացնում ենք, ահա, save ենք սխքում։ Էսը իմ օբյեկտն է։ Երկու ծրի է դա։ Մի մասը valid եմ գրել որս է։ Data digger-ի valid եմ գրել։ Այդի ինչ բանը դերում է։ Всё, так, այ մի խիղճս հանգիստ ախպեր, որ ես օբյեկտը սիրուն ակուրատնի ստաց։ Նատը, այսինքն այստեղ օբյեկտը հայտարարում քլիկի վախտը, բայց ամեն անգամ պետք է վերև, նատը վերևը պետք է push։ Ահա, հəmի մի րոպե։ Այստեղ Գուրգեն ջան, որտե պետք է ես սարքեմ տիկ այդ զանգվածը արդեն option ֆունկցիայի մեջ։ Չէ։ Ամեն առաջի ես button input-ի տա։ Արա, բայց ընդ միտե input-ի type-ը պետք է time-ը դեր տա, չէ։ Հա, ցույց է։ Չի աշխատում։ Երկրորդ Արա name-ն եմ type-ը time չեմ տվել։ Այսի պետք է time տալ։ Date-ը ինչ էր ուզում date time էր։ Երրորդը date time local էր։ Okay։ Այսի ճոգում եմ, որ ինչ-որ 3-ն սովորական input էր։ Okay։ Ահա։ Всё, ասպեր չեմ։ Խիղճս հանգիստ, որ ես արդեն Գուրգեն ջան, որ բանին ուզեմ HTML-ից էլեմենտ կավելացնեմ, թազը դաշտ կավելացնեմ, ու ընդհանրապես HTML ատրիբուտներին սարքեցինք։ HTML ատրիբուտները ճիշտ տնելով, դու JavaScript-ին կպնում ես ինչ անես։ Աշխատում է։ Constant։ Ինչ անելու, ամեն անգամ տիկ ջան, դու գալու ես քլիկի ժամանակ, թազա զանգված սարքես, զանգվածի մեջ է, բայց զանգվածը մնում է հաստատ։ Որտե՞ղ։ Զանգվածը որ վերևն է հայտարարում, Հա։ այս երկրորդ push ենք անում, բանը այս valid-ը եթե կա, այս այո, այստեղ պետք է push անենք։ Data-ի դեմ պետք է գրենք այդ բանը զանգվածի անունը get push մեր data։ Գրեմ lessons-ը, դասընթացները, հա։ Հավասար ինչ որ data զանգված։ Ինչ կլներ տիկ որ այս lessons-ը ստեղ հայտարարի։ Ամեն քո քլիկի վաղ կգար 0-ից 20 սարքի։ Այսինքն միշտ դու հները կորցնելու ես։
Դրա համար հանում ենք վերև, ապրես, այդ է լուսաստեղի տոպրակը պետք է։ Ըստ է, պրոստը գալիս ենք լեսնսի մեջ փուշ ենք անում խելո կալկուրատնի դատա, չէ, Ստեղ է, այս է, այս կանը, որ պարմենք են ես դրա համար միշտ սանված, այ որ YouTube-ի վիդեոյով տնեիք նա նախորդը լուծեիք հետո էսի, ես ախրնդե հատուկ միշտ զանգվածով եմ գալի, տղեկ ես, ես ինչ գործ ունեմ ընգնեմ էտ HTML-ի։ Դե պրոստը նայ, որ էնդեր օբջեկտ պարինք, հետո կցին զանգվածին է, այստեղ որ մտածում է, տունը մտածում է, ասում է, ես շկա, որ այդ թդն ես գտնում եմ զանգվածի մեջ եմ դնում, թդները սա, թրները։ Զանգված մեջ չես դնում։ Ես քոլեսեկտոր all-ով, ես սա տեքստի մեջ, ոնդեղ իններ HTML-ով, որ ամեն անգամ ավելի։ Հա, այդ իններ HTML-ը, հա, ուրիշ։ Չէ, դրա համար չեմ ասում, այ, որ դնում էի զանգված է տալի, քոլեսեկտոր all-ով, ասեմ, որ դիք տալիս է, ես բաթենը կգտնեմ, են զանգվածի մեջ եմ գցում, չես նույն ինդեքս, մի քիչ ջնջեմ, Դες բայց հելես, այս է տղեկ արդեն երրորդ խնդիրն է, ես հանգիստ զանգվածով անում է, առանց պրոբլեմ, ֆորմից նեյմերով անում է, մի հատ պրոբլեմի ռաստը բա։ Բայց կտես, որ ասում եմ պալյուբոմ ու տղեկ, լյուբոյի խնդիր ունի իր մոտեցման եղանակ, էսին հենց եղանակ է, ես ձեզի անդադ բացատրում, ենքան եմ անելու էսի, մինչև որ դառնա բան ձեր համար։ Սա ճիշտ մոտեցում է, այս մոտեցման դեպքում դու երբեք ոչ մի անկապ խնդրի չես ռաստվելու։ Ես վերադառնում շարքեր, այն որ կրուսետ է։ Հա, հասկաց։ Հեմի նայեք, մի հատ ֆունկցիա ենք սարքում առանց, ջա։ Այդ push-ի պահա մենք if-ից ամենավերևը push անենք, թե ինչ-որ գործողություն։ Ես մինչև չիմանամ, Գուրգեն ջան, որ էնի վալիդ է։ Չէ, ես եմ ասում, եթե հա վալիդ է, push-ը արա, այդ push-ի պահա մենք ինչ-որ մինչև գործողություն կատարելը պիտի push անենք, թե այդ if-ից ամենավերևը անենք։ Դու push անի, նոր մենք գործողություն անենք։ Ինչ գործողություն, ասես, որ if-ը գրես եթե valid է, կատարի ինչ-որ գործողություն։ Ինքը վերևից կաստալով իշտում ասում, ամենավերևը պիտի push արվի, թե տարբերություն չկա որ վերևից push։ Կա տարբեր, շատ մեծ տարբերություն կա։ Այսինքն նայ, դու նկատի ունես նկարելու համար, դատան արդեն։ Միանշանակ դու պետք է զանգվածի մեջ push անես, նոր կանչես նկարելու կտորը, որտեղ Գուրգեն ջան, դու նկարելու կտորը պետք է հիմնես, հիմնված պետք է լինի։ Հենց այդ զանգ, տես նա ինչ եմ արել, ցելի եկա խնդիրը մի հատ զանգվածի վրա եմ հիմնել։ Ես всё, իմ ուղեցիրը չեմ փոխելու, ես իմ միտքը չեմ փոխելու, ես ոնց զանգվածով սկսել եմ, զանգվածը եւ հիմնված է պետք է շարունակի։ Մի հատ ֆունկցիա ենք սարքում։ Անունը դնում ենք, բան, throw table, չէ՞։ Throw table, Բայց վրազեցի, մինչև ես ֆունկցիան, էսի սարքեք, էսի պալիբոմ պետք է մեզ։ Դրաու։ Throw table-ը կանչում ենք, տղեկ, որտեղ push-ից հետո, չէ՞ տիք չէ։ Всё, ես էլ տղեկ, ես կտորի հետ, այս քլիքի կտորի հետ։ Ախպեր բացարձակ ես էլ գործ չունեմ սրա։ Էսի դաժե այս կարամ ծալեմ, տիք։ Անձի չխանգարի, ախպեր։ Ես մի պետք է կենտրոնանամ նկարելու ֆունկցիոնալի վրա։ Հիմա ինչ ենք անում, գնանք դեր մեր ֆորմի տակը մի հատ Հիմի, մի հատ table եմ սարք։ T-body-ն գնաց, T-ը գնաց։ Չէ, the head not to body։ Բայ, T-հետ պետք է գրեի։ Այս ամեն ամեգա, վերևից կելի։ Լեսի ջնջեմ։ Վերևի գրեմ T-body։ Two արանթը T-body եմ գրում։ T-հետ ախպեր, всё, ստացա։ Այս T-հետը, Գնացինք, նա թերը սարքենք մեջը, ու 4 հատ T-դի։ TH, Save-ը ու ինչ լինի։ Մեջտեղ։ Անվանում, չէ։ Առարկա, տակը ժամանակ, ժամ,
նկարը կամ գյուարել, լավ կերեմ նկար պրոստը ու չէ, նկարագրություն մի հատ էլ պետք է արդեն նկարագրություն ավելացա նկարագրության համար մի հատ էլ պետք է նկարագրություն մեկ է բան կերեմ ջնջել չէ Այդ է բանը։ այդ նա դուրս չի սա հայինը ունենք սա всё գնացինք ուրեմն T-body Շա արի ուրեմն գնա draw table-ին ասեմ հարգելուց գնա քթիլը body constant body-ին հավասար document query selector սելեկտոր չէ ID-ը ID չէի տվել բայց կարամ ID տամ ID-ով գտնեմ Արի պետք արի բանով անենք ասենք հարգելի table քո մեջ կա T-body շնորհակալություն այսքան table-ի մեջի T-body Չէ New T-body-ն հավասար է դատարկ շագերտ Հաջա այդ դատարկ չագերտը որ կա Էսի 0-ից գալիս է կներես մեր հալա Հետո գրում ենք counting up թվում Սենց չէ Lessons-ի մեջ new body-ին պլյուս հավասար է tag չագերտը դրենք սիրուներ TD-ները վիրա 1, 2, 3, 4, 5 հատով ու ամեն մեկը տիկ իրա փոփոխականով չէ դոլար համագարկի նշաններ lesson-ի մեջ lesson-ը մեր օբյեկտներն է չէ օբյեկտն է մի հատիկն է lesson-ը իր մեջ ուներ ինչ էի դրել բանի անունը lesson lesson-ի մեջի lesson-ը դա մի բան է բայց ոչ Lesson-ի միջի Հա, գիտես խի, այստեղ ես ստենց էի դրա անում Name-ով եմ, չէ սարքել սա Lesson-ը, time-ը Պետք է գնա content HTML տղեք ձեր մոտ նայեք կա Image URL բայց value-ները մենք description-ը, հա Value-ները մենք պահել ենք name-ի տակ, չէ Ամեն մեկի input-ի name-ով value ենք պահել օբյեկտի մեջ Մենակ ժողովուրդ ջան, image URL-ի համար այս TD-ի մեջ image tag պետք է սարքեին Այս արսին հավասարը այս դրանից այս չագերտները տնենք, չէ, չէ սին, ահա Նայ դաժե JavaScript-ում տղեկ ես սիրուն HTML-ը սպահում եմ
Այն բուկլետների տղեն բաղաստե չինելու, ասի լավ, ասից եվ կիրակի գալու եմ, ասի լավ է կիրակի։ Այսօր եմ ինչով 8:30 աշխատում, ասի դժվար հասցնենք։ Հե, դարավ։ Ինչ եմ անում միտոգում, ախպեր, դատարկ տեքստ եմ վեկալում, ու ամեն անգամ այդ դատարկ տեքստին, նա թռեով այսպես մեկ տեքստ եմ գումարում։ Վերջում տիկին չենք ստանալու, մեկ օբշի տեքստ, ճիշտ է։ Արել եկամ կոնսոլ լոգ անեմ, չէ, այս տեքստը, new t-body։ JavaScript-ը կուրսի է չի, որ ես HTML եմ հավքում, ինքը բանից բեխաբար է։ Ջան։ Ես թդեի մեջ պետք թազը բաթն կոճակ եմ սարքի, անում տվել եմ, մեջը գրել եմ ջնջել պրոստ։ Հələ կամ ես տեսնեմ ինչ արում, հաջը։ Բան եմ ստուգ եմ, ես հələ այն գրած չեմ, ես ստուգի աշխատում, չի աշխատում։ Արի մատ նկալի URL գտնեմ։ Հələ вообще ուժեղ բան ասեմ, հələ մենք մի հատ է բդիր, հաջը։ Չան։ Հա, ես հələ տեքստն էի կոնսոլ արել պրոստը։ Ինչ ես ինձ կեղտոտ նկատվելից։ Ասուչ։ Ինչ պիտի անենք, ասենք body ջան, քո inner HTML-ը։ Հավասար է new body-ին, չէ, new t-body-ին։ Սենց չէ, վերջնականացնեմ, դաժ կարամ էսի բերեմ տարգը տնեմ այստեղ, մի անգամից body-ին գտնեմ, body-ի inner HTML-ը պտամ, չէ տիկ։ Այդ ես ներ body-ին մենք դուսը պտի հայտարարենք, թե Draw table ֆունկցիայի մեջ, ամեն անգամ որտեղ ես այդ ֆունկցիան կանչելուց,
լրիվ 0-ից պետք է սկսեմ։ Նա ինչ եմ անում, Գուրգեն ջան, հաշվում եմ, որ HTML-ում ոչ մի բան չունեմ։ Ու ամեն անգամ ես 0-ից գալիս եմ, այսինքն ստանում եմ 0-ից այդ տեքստը, իներ HTML-ը վերագրում։ Դրանք հետագայում էսի լրիվ ուրիշ ձև ալնելու, բայց էսի մինչև մենք չհասկանանք, այն հետագա ձևերը մեր համար կդառնա, ես միշտ գլխացավ անգամ փորձանք կդառնալ։ Բայց դե մենք ամեն անգամ այս որ կանչենք այս drive list-ը ինքը իներ բոդի մեջ ինձ աղջի չի Ես 0-ից եմ նայ, այս ինչի՞ ես լեսոնների վրա ֆորֆորում։ Ես ամեն անգամ Գուրգեն ջան, այդ սաղ T-body 0-ից ստանում եմ։ Այդ թող ջնջի, ես սաղ թազեն եմ դնում տեղը։ Նա ինչ է կատարում։ Չէ, նայ, ամեն անգամ որ կանչում, հա, լեսոնը կա, աղբեր, լեսոնը կա։ Հայ լեսոնի մեջ ինչ եղավ, ինքը թազը Լեսոն զանգվածի մեջ, ուզում է հաուրատ ունենաս, Գուրգեն ջան, հաուրատի HTML-ը նորից տեքստով սարքում է, տանում մի անգամից էդի է դնում։ Էլ իրան հետաքրքիր չի, դու այն վաղտ HTML-ում ինչ ես ունեցել, ինչ կար, ինչ չկար։ Պրոստը, որ այս փոփոխականը ամեն անգամ հայտարարում է թազա բոդի, որ ամեն անգամ բան ես անում, ես ասի ընդեից persist բերիդելու չէ։ Ամեն անգամ license-ի վրա for-ը չեմ ֆորում դրա համար։ Նկարագրությունը գրենք, դիք նկարի հղումը դրենք, save-ը սխնենք։ Օրես CSS-ով չի դրել սանտերին։ Ամեն CSS-ով բան տա։ Դայք date հանցել եք, չէ՞։ Հիմա հեսա դրան եք անդրադառնանք։ Ինչ պետք է ասեի, ախպեր, պետք է ասեի, որ table-ի մեջի, չէ՞։ Բոլոր table-ի մեջի image-ները, սենց գրեմ։ Table-ի մեջի image-ները պետք է ունենան width, խոսքի 50 պիքսելը 50 պիքսելի վրա, ես ինչ պետք է չի։ Դրաստում եմ սա, ախպեր չէ։ Նկարագրությունը կերում եմ նկարի առը կտնում եմ, save-ը սխնում եմ։ Ես սենց border չեմ տվել մենակ table-ից։ Գուրգեն ջան, հիմի օբշի սխալը սեն էր, որ input-ներս չեմ դատարկել, հեսա այդ սխալը կուղենք, էլ։ Հա, բանի մեջ է, նա ուրիշ ֆունկցիա, կամ ուրիշ ֆունկցիա կստարքին, կամ էլ նայ ամեն անգամ ինչքան save անեմ, դե նայ, հիմի կայֆենա, որ ինչքան save անեմ, նույնից անընդհատ save ալվեմ, նայ։ Այստեղ էլ բան չենք անում, այս push-ը, որ անում։ Այս push անելու մեջը կարան գրենք, պրինցիպի։ Այստեղ որ drive table-ը կանչենք, է։ Հա։ Դրատական պրոկսիմատիվ կարան գրենք։ Էլիֆը պետք չի, всё, ես գալու եմ ուրեմն այս հրա ժամանակ։ Աշխատում է, չէ՞, տղեկ, որ save եք անում ամեն անգամ թազեն տակը ավելնում է, չէ՞։ Մենակ մի հատ բանը որ մորցել եմ այս board table-ին, չեմ գրել border-ը հավասար 1։ Մեկ է կամ script-ի մեջից ասեմ, եթե valid է, սա okay է, ասում եմ հարգելի Ես կարամ for-ը չանեմ, հարգելի input-ներ, բոլորիդ վրա for-ը չեմ ֆրում, չէ՞։ Բայց Dominic վերադարձի դատարկը թե ինչ ենք կարելի ծովը անենք ընտեգինի չի աշխատում, այս for-ի մեջ ենք անում։ Որտե՞ղ։ Որ երկար չգրենք էլի input-ի վարում։ Նա ես պետք է վստահ եմ Գուրգեն ջան, որ այդ մարդը լրացրել բրծելը։ Այնտեղ որ ստագից գրենք, չէ, դրա մեջ input-ի for-ի չի մեջ ունենք մեկից, թե մենակ map-ին ու filter-ով կարենք մեկից վրա ծուզանենք։ Կարող է իրան вообще։ Նկատի ունես առանց համակարգի նշանների։ Այո, բանը համար։ Որը вообще իր մեջ return չի սպասում, ինքը չգիտի դա ինչի համար։ Ես դրա համար որ
Նրանք ինչ-որ բան վերադարձնան, որը բան չի վերադարձնան, դրան հաղթել։ Որոշի չես սպասում, որ մեկը իր բան վերադարձ։ Կարաս գրես return իր համար մեկը։ Դրա համար ատրեք, պալիբոմու սովորական ֆորերը չեն կարող գործողությունից դուրս գան, որտեղ բրեյք կա, բան կան, դե 1000 մի հարց կա, էլի։ Հա օքեյ, սրանք պուպուշ թազա բաներ են, սիրուն ա գրում ես բան, բայց միշտ չի որ։ Մասը որ սովորական ֆորմատ է։ Հա, բան։ Ահա, լավ չեղավ։ Տղեկ ինչի բրեյք արեցի, որ ցիկլս անիմաց չշարունակվի, 200 հատ input ունեմ, ենթադրենք։ 200-ից երրորդի վրա ջոգել եմ, որ սխալ է, իմս տվորն էլ մնացած 180 հատ ստուգ եմ խոսքել։ Հələ գամ ես տրասնեմ, Բայց այդ արկիսն դեպի բան սխալ է։ Այնպես համահանեց է ինպուտի բաղ։ Ստեղ, այս, Անդիգը չեն ներաշիտ։ իմոտ աշկում է։ Արա լավ ինպուտը ես բայրում չեմ գրել։ Հա, input get value-ն անսար դադար չագետ։ Ես ինպուտը ավասար դադար չագետ եմ գրել։ Հեմի նայեք աղբեր չոն, եկիք մատ վերջնական ստուգենք, էսի լրացրի, էսի կրի, նկարագրություն կրեցի, նկարի հեղում է եկա ստեղից կոպի արեցի, դրեցի ստեղ, սave-ը սխտի, մանավ ճնջելու կտորը, չէ։ Հեմի նայ, draw table-ից հետո, երբ որ նկար է վերջացրել եմ տիպճան, 9 HTML-ը տվել եմ, մի հատ թազա ֆունկցիա պետք է սարքեմ։ Արդյոք դուսը պետք է սարքեմ function add remove, կամ add delete, հա։ Ну, երկար կգրե այս ֆունկցիայում հաստատ add delete functionality for table items, բայց չեմ տանջի ձեզ։ Ես Օպանա։ Չէ, 9 HTML-ը մինչև չվերագրվի, ես իրավունք չունեմ էսի կանչել։ Ահա։ Ինչ ենք անելու, constant buttons-ը, չէ, բոլոր բաթոնները, հավասար են։ Document, query selector, all, ասեմ table-ի մեջի, t-body-ի մեջի, բաթոնները։ Չէ, buttons-ի վրա, որպես զանգված, for-իշ պետք է ֆրանքնիկ ճան։ Նայեք ես փոփոխականների ոնց եմ անում, եթե անուն դրել եմ buttons զանգվածի, item-ի փոխարեն գրում եմ button, այսինքն եզակի թվով առանց s-ի, էլի։ Ներն է, էլի այդ s-ն։ Ասեմ button-ի վրա, add, event listener, type-ը click, չէ, նայ։ Որպեսզի ես կարողանամ delete-ի ֆունկցիա ավելացնել, ես ստիպված էի նորից գնալ, քանի որ table-ը 0-ից է նկարվել, մոռացեք այն ինչ եղել է մինչև այդ։ Որտեղ ամեն անգամ ինքը table-ը մոռանում է 0-ից է գալ։ Ասեցի եղբայր, գնա բոլոր բաթոնները նորից գտի ու for ֆռա սաղ բաթոնների վրա, ասի հատ ամեն բաթոնի վրա add event listener կախի click ու ինչ-որ ֆունկցիա։ Բայց բաթոնի ինդեքս պետք է չտանք ընդ։ Որ չէ, այդ base-ի մեջի Բաթոնի ինդեքսը ճիշտ ես ասում։ Ինդեքսն էլ է մեզ պարակվույս, ինչ արի։ Հա, lessons-ից պետք է place անենք, ինդեքսից սկսած մի հատիկ։ Տիկ ճնջելուց հետո, որ ֆունկցիան է պետք է կանչել։ Կանչը, նկարելու ֆունկցիա։ Draw table, ճիշտ է։ Ահա։
Նայեք, դուք իրականում հա շատ կոդ է գրած բան արդեն եկա բանա, բայց երբ որ հատ գալիս ես, ցեպեշկեն բռնած գալիս ես, ճոգում ես որ տենց իտոգավ այնա որ այդ օբյեկտի մեջ բաղեր հետո անում է, նորմալ է, ես որ արել եմ, ես դե որ ID-ները եկել է, դեմից մտածում եմ զանգված, որ զանգվածը քիչ է, հատիկ ID-ով կանչի, այդպես գնաց այդ ամեն ինչը, այդ սխալն մտածած, որ ինձ իցում է ID դու բերել ես դրա համար, որ համ ID-ն էր նույնն է, համ բանդ էր նույնն է, դու name չես տվել, name չէր տված, name տված չի եղել, ես հետո փորձի name-ով, որ ասի քեզի, ես input-ի name-ով ոնց հանեմ վայրում, առանց օբյեկտի մեջ տնելու իրան, այդպես բան կա, ոնց անես, դե որ գրեցինք են բաթını վերել են կլիկանելու ժամանակ, այդ input-ի կարոքսի փայլից name-ը հավասար է input get value-ի է, k-ու value սարքեցինք, հիմի ես ուզում եմ առանց օբյեկտի k value սարքելու, value-ն ինձ պետք է լինի, չես name, դու պետք է ուրեմն հատիկ ամեն input-ի համար query selector գրես, selector-ը 10 չերես name, գնաս գտնես այդ էլեմենտը, բայց հատ ես արդեն հետները գործանել։ Get value-ը, ես առանց k value-ի ես չեմ կարող Կամ չնջել դիք, որը չի անում ճիշտ ես ասում։ Կամ button, հələ կանիք դենենք button-ները ճիշտ ենք դրես տեղ։ Button, աջակու selector-ից է։ Որտև TD, որ մեծի նշանը պետք է հանվի։ T-body-ի մեջի button-ը։ Թե չէ դիք, ես պետք է գրեմ T-body-ի մեջի, TR-ի մեջի, TD-ի մեջի button-ը։ Մտես չի։ Կարայով շսես, կանք սես գրենք, որ ավելի պարզ լինի, որ table-ի մեջի T-body-ի մեջ TR կա, TR-ի մեջ TD կա, TD-ի մեջ է button կա։ Բա Տեսար մի անգամ էլեմենտները get-արի console log-ով չստուգի, ինչ եղավ։ Դրա համար միշտ լուչի մի հատ console անես տենաս ինչ է ստացեն, որ գլոխներս տանգած առաջ ես անգել։ Դրա համար ես նախորդը դա շուտել եմ, այ որ վիդեոն ուշად ես նայք, հեշտ կլներ ձեզ։ Պրոստը հետարքի իրես, որ նայում էի առաջի խնդրին, ինպուտների այն առաջի խնդիրը, որ նայում էի ինպուտից վերցնել table-ի մեջ դնելու, այդ պրոցեսը, բայց չեք որ։ Հետո երկրորդ այն նկարի պահը, դու օբյեկտ զանգված ես տրեմ մեզի, լծված օբյեկտներով, ու այդ օբյեկտի ամեն ID-ն, ինչ-որ ID-ն հավասար է ինչ-որ թիվ, նեի բանի, նկարի կլիկ, ու նկարի URL ու ինչ-որ բան կար ընդեղ, նայում ես նման են իրար, ծում կարող է զանգվածը, որ զանգվածը խի ID-ը գրած է, ոչ ուտենց, որ ես գնում ես այն հորսի ID-ով գրել, տենց որ ընգա սաղեղա, միշտ սենց նայ հասում, HTML-ը հարմար ծրու JavaScript-ի։ Ավելացնելով, գրում ես, սխում ես ավելնում, նա չգրելու պահը կար, էդի է դզվող, էդո հասա են ջջելու պահը չի։ Հələ կայնեք տենամ աշխտվեր դիք, ես սենց, հարա մենակ նկալի URL-ը չտալի, շալորում եմ ամեն անգամ կոպի անեմ URL, դրա համար չի տալսում նկալի, ոպա, նա ինչ վատ բան ենք սարքի, սայթ ենք սարքի, Ընդեղ բան արեցի։ Ինչ էշություն գրում ես նկարի URL տեղը save անում։ Էշությունը գրում ես այդ։ Հադիկարս մեյլը որ ստուգում։ Ոնց է մեր ստուգում, ինձ կանանք լինքը ստուգում։ Բայց հիմի նայ, չէ, կներես մեր բան ասել, որ հիմի բան անի, դրա տեղ image get, lessons get image link-ը, որ մեր պայմանով ստել եթե հավասար չի նուլի, ինքը արժեք ունի, գուրգեն ջան, հեսա, value-ը։ Ինքը մենակ նուլը արժեքն է չնելու խնդիրն է։ Հա, value կա ախպեր, ես input-ը ինչ իմանա դու ինչ ես ուզում լրացնես։
Մի բուտ ասում հեն է, գրաժիկ կա, value կա, ասում էս է value։ Դու նայում ես if-ով, ասում ես հա դե ուքի է, բայց ինչ նա ուքի է սրացած։ Հա, ջնջել աշխատում է, այսի պրոստը մի ամիտ էս արքետիկ ջնը, մեր ֆունկցիոնալ օգտագործում ջնջենք։ Ահոր, ուժը, հա, Հեմի ասում է, աչից է 4 հատ դուշման է գալի։ Հեմի տղեք, եսի քիչ է ախտերություն։ Մի հատ է ավելանանում է ջնջելուց առաջ, փոփոխել կնոպկա։ Որ կարողանաս սարկածը փոխես։ Սարքի կրակնես են գախպեր, կարող դասընթացի անունա փոխվել, կամ չգիտեմ, նկարագրությունա փոխվել, ժամա փոխվել։ Հեմի գրանցունա, դու մի պատկերացու դու, մի ինչ-որ այսինքն թաշ ավեցնենք թվերի մեջ։ Չէ, եղածը վրա փոխ։ Նա ինչ ենք անում։ Ես էլի HTML, նայ, դու անցած է չերես HTML ես գալի նա մտածելու։ Նորցի HTML-ի մասը։ Եթե ես JavaScript-ի տեսանկյունից նայեմ, զանգվածի մեջի ինչ որ օբյեկտ պետք է փոխվի ու թազա նկարվի սա։ Նա ես ամեն անգամ ոնց եմ նայում այս հարցին։ Դու ուզում ես ջնջի Գուրգեն ջան, ուզում ես ավելցուր, ախպեր ուզում ես փոխի։ Իմ համար զանգվածի հետի ինչ որ փոփոխություն է, չէ՞։ Որից հետո պետք է թազա նկարվի։ Դե ուրեմն այստեղած բաները գրենք, անչ։ Այնտեղած HTML-ի միջի թվով head-ի միջի թրան բերենք, դրանք ինչ կանենք, չէ՞, եթե Ես HTML-ը հետ գործ չունեմ, ախպեր, ես HTML-ը բացարձակ գործ չեմ անում։ Ես զանգված ունեմ, որտեղ ես ամեն ինչ ունեմ։ Դե թող ուրեմն ոչ table-ի միջը ինը HTML անենք։ Չէ, նա ինչ կտա քեզ, նայ, հիմա sense պատկերացրու, գալիս եմ, տղեկ, այս button-ը որ կա ջնջել, մի հատ եմ TD ավելցնում, անունը դնում եմ փոխել, Սխմես փոխվի։ սախմ եմ, ես form-ը նորից լծվի էդր եղած արժեքներով, Բայց այնտեղ մի դող պակաս անում է։ որն այնքան բանով պակաս տղեկ, ես ֆունկցիոնալ սարքելու մարժել է, մի թապ պետք է նստենք էլի։ Բայց դե չի անում, ինքը նգաս դե չի եղան։ Ինչը։ Ինքը այս բանի մեջ չի եղան։ HTML-ից պետք է ապահովում։ Ավելացնես որը։ Որտեղ, ես JS-ից ավելցրել եմ։ Բանքերս ավելացնես։ Հա, բա, թազա բան պետք է ավելցնես, որ լինի։ Նա իմ մոտ ոնց է աշխատում պետք է։ Էսի գրինգ Գրիչ չանես չէ։ Հա, բա, ոնց, ջնջելու կնոպկի պես բանը։ Այստեղ պետք է սխմեմ փոփոխել, փոխել։ Նոր լինի, բայց բանը, եկեք մի հատ TD-ից տեղ ավելցնեմ, նկարագրություն։ Տակից փոփոխել, չէ։ Նոր ջնջել։ Մի բան ավել անում ինքը։ Ահա, տղեկ, մի սխալ եմ գործ էստեղ։ Նայ, այս button-ին պետք է class տա։ Ինչի ID չեմ կարա տամ, տիկ ջան, որտեղ սաղի համար for եմ ֆրացի։ Class-ը տամ edit։ Չէ։ Գուրգեն ջան, այն մյուս button-ի class-ն էլ JS-ի մեջից։ Կտամ delete։ Տիկ ջան, երբ որ դու գնացիր add delete ֆունկցիայի մեջ։ Հələ այս մասը նայեք նոր գրեք էլ։ Ես նայ button-ներին class տվեցի։ Մեկին տվեցի edit, մեկին տվեցի delete։ Որից հետո, տղեկ, add delete ֆունկցիայի մեջ ես պետք է ոչ թե գրեմ просто button տիկ։ Ես որ գրել եմ table-ի մեջ t-body, rate, պետք է գրեմ get delete-ները։ Всё, էլ էստե չեմ կպնում։ Մի հատ ուրիշ ֆունկցիա պետք է սարքենք, տիկ ջան։ Որը գիտես ինչ ասելու, add edit, չէ՞։ Ահա, գնացինք սարքում ենք function add edit։ Այս ֆունկցիան ուր դե պետք է կանչվի, ստեղ խոսքի։ Delete-ի կամ դա իրար արդեն ստե տարբերություն չկա, որը delete-ի կանչվի։ Պետք է այն վերևին անենք, constant buttons-ը հավասար է document query selector all։ Պետք է ասեմ table-ի մեջը, table-ի կա, որի մեջը թրը կա։ Table-ը կանչեցին
մեջ կետ edit կա, ճիշտ է։ Այդ edit-ը Ջան, կանչենք։ էլ այս որտեղ որ delete-ն եմ կանչել։ Չէ՞, իրար համարժեք իրար հարևան բաներ են, էլի։ Էլի AD ելը։ Ջան, հələ button-ները գտնենք, հա, գտել ես կետ edit-ներով։ Այդ ստեղ edit-ի տվեք, Գուրգեն ջան, ստեղ delete-ի տվեք, կլասները դրա համար արդեն add delete-ի վաղ տվեցի delete-ներովը, add edit-ի վաղն էլ բերեցի ասի ախպեր, կենա սաղ կետ edit կլասներովը տիքշան գտի, չէ։ Հա, add delete-ն է պետք է փոխենք, թե չսխալ կար, կետ հասաղ բացները գվեկալ, այդ այս բաների վրա տես իշտ ուշ պետք լինենք, էլ։ Հա, դեր կար Ահա, բաթների վրա նորից ֆորը չենք կրում, տվեք չէ։ Ոնց որ համենայն վերևինն է։ Ու ամեն բաթանի վրա adevent listen-ներ են կախ։ Միակ տարբերությունը ֆունկցիան այն ծնելու, թե չէ մինչև այդ ամենայն բանն է։ Էլ index-ով դիանեք։ Index-ը պետք է։ Index-ը լավ է։ Ահա, տղեկ, հիմի նախ հակառակ process-ը պետք է արվի։ Այս ջնջելը հեշտ է, օքեյ, ջնջիկ ռադարը կգնաց։ Հետ բերելու բանը։ Հիմի պետք է գտնենք այդ օբյեկտը զանգվածի մեջից։ Չէ, պետք է գտնեմ օբյեկտը, դիք չէ։ Ոնց կարամ գտնեմ զանգվածի մեջից ինչ-որ օբյեկտ։ Այդ բաթերը որ կլիկ անես, թող ինդեքսը չի կա։ Ինդեքսը ունի։ License-ի ինդեքսը չի կա։ License-ի ինդեքսերորդը չի։ Հա։ Մեր ուզած օբյեկտը։ Հա։ Գրում եմ constant lesson-ը հավասար է։ Lessons-ների մեջից, չէ՞, Գուրգեն ջան, ինդեքսով։ Սենց չի տիկ։ Հա։ Չէ՞։ Գրում եմ console log lesson։ Հարուցի ֆորվարդ ինդեքսը։ Նիսիկ արդեն այսել ավել այս ինդեքսի միրով վերցինք իշ կդրանա։ Ահա, հիմի ինդեքսի միջոցով Գուրգեն ջան գնացեք գտել ենք մեր օբյեկտը, ճիշտ է։ Օբշի զանգվածի մեջից վերցինք այդ օբյեկտը։ Ահա։ Հիմի ստե սկսում է ամենամեծ պատմությունը։ Չէ, հիմի ջան, այ որ մենք գրեցինք գտան այդ բաները սա ոչ մի մենք ինչ որ բան պետք է ավելացնենք դրսից վերցրած թե իր մեջինը կոպիանանք դնենք։ Իր մեջինը պետք է հետ լցնենք input-ի մեջ։ Այսինքն եթե ունենանք 4 հատ ջնջելու վրա սխմեցինք ջնջվան իր մնաց 3 հատ հենց սխմեցինք ավելացման վրա հենց այդ նույնը պետք է ավելանա դառնա 4 հատ Չէ, նայ։ Հիմի ինչա կատարվում։ Մի հատ ավելցրի։ Հա։ Երկրորդն եմ ավելցնում։ Ջնջելը գիտենք ինչ Հա, անում։ դե ջնջելը ջնջում ես։ Ահա։ Հիմի որ Փոխելու ժամանակ որ սխմում այդ առաջինից մի հատ է սա դնում մեջը։ Ինչ փոխել է այսի, Հա, փոխելը։ Փոխելը ուրիշ բան է։ Փոխելը որ սխմեմ Գուրգեն ջան։ Բայց այս վերևի բանը որ կա input-ները։ Հա։ Այս ստեղից ոչ մի բան չպետք է կորի փոխելու բան։ Փոխել որ սխմեմ, սրա մեջ եղած չեղած ինֆորմացիան պետք է նույն ճիշտ հերթականությամբ հետ լցվի input-ից մեջ։ Որից հետո որ save անես, բան փոխեմ, save անեմ, պետք է այս նույնը Էլի դաշարվի։ էլի փոխված ինֆորմացիա արդեն հետ լրած։
Ամեն շատ եք Լուրջը։ Հա, լուրջ է։ Հա, լուրջը, ամի այդ բացասը ինդեքս երորդի վրա, ինդեքս երորդը օբյեկտ է, ինդեքս երորդը, Նայ, հիմի որ սխտում ենք փոխել, տես ստացա այն օբյեկտը զանգվածից մեջից։ Հա, Որ պետք է ինչ-որ ստեղ լրացնի։ Հիմի սովորական իպես այդ լեյսենկետ ընդեղած նեյմերը գիտենք, Ապրես։ լեյսենկետի հավասարը հիմի հակառակ ենք փոխում։ Հակառակ Վայլուի ենք փոխում։ Նրա վայլուին է հավասար։ Հիմի նայ։ Ճիշտ ես մոտավոր, ճիշտ ես գալիս, հետո դես պետք է լինի։ Այդ օբյեկտի name-ը K-ը ներևում։ Այդ օբյեկտի K-ը ու input-ի name-ը նույնն է։ Ինչ որ input-ի name բռնում է իրար այդ բալում։ Հիմի պրոստը նայ, stick-ով կեմ պետք է բռնենք։ Բոլորը որի հետ է։ Ես անում չէ։ Փոփոխել input-ը որ դրինքն չէ։ Նայ, արի թարս, Գուրգեն ջան, արի թարս կոմիսկա։ Input-ները ես վերևը ունեմ, չէ՞ տվեք ստացած։ Ահա, հիմա ինչ եմ անում։ Տիկ արի for-ը let k in lesson։ Չէ, օբյեկտի հետ չենք գործանում։ Հա, ուրեմն, այսինքն այդ lesson քառակուսի փաղից k-ը մի հատ lesson քառակուսի փաղից k-ը Lesson-ին, օլա lesson չէ, lesson-ի ներողություն։ Հա, կներես, lesson մի հատի քառակուսի փաղից k-ը պետք է հավասար լինի այդ մեր input-ների վայրը։ ավելի դժվար է input-ների կողմից գալը, տղեկ։ Հիմա նայ, հələ մի S4-ը հələ նայ, արի լավ սենց անեմ։ Հələ եկեք մի հատ, հələ դու կարակ չգրեք, հələ նայեք, նոր մի հատ մտածենք իրար հետ, նոր շարունակենք։ Էսի K-ն է, չէ, lesson-ի մեջի, lesson-ը K-ն էլ, չէ, ինչ անում։ Հիմա K value-ն տպելու է։ Ահա, հələ մի հատ եկեք սենց կանք ու արի կողքից եմ մի հատ նավսեկի տակից կոնսոլ անեմ input-ները, ըստ տղեկ, որ մի հատ խնդրի կոպի դասած լրջությունը պատկերացնենք։ Console log inputs։ Հիմա նայեք տղեկ, հարցը ինչու՞մն է կայան։ Տեսուսեն, ենթադրենք սա տոշնի գրել, չէ՞։ Փոխել։ Նայ, էսի օբյեկտը դեր։ Էսի input-ներն ա մեր։ Էս էլ k value։ Տղեկ ամենազորը հիմի հասկանանք ցիկլի ընթացքում, թե այս value-ն որ input-ի հետ կապ ունի։ Առաջ գրել է, առաջ։ Չէ։ Ուրեմն Օբյեկտը հերթականություն հասկացողությունը չգիտի ինչ է։ Կարող է առաջինը սարքի առաջիկ է, օբյեկտի հետ դու չես կարող դեր բանալ։ Օբյեկտը երբեք քեզի խոսք չի տալի, որ ինքը հերթականությունն է որևիցե բայել։ Ինքը այբինական կարգով է իր մեջ դասավորում։ K ըստ K-ի։ Բայց դեմ վերը պետք է ի պրինցիպի։ Ջան։ Դեմ վերը պետք է չլինի այս բանը description-ը։ Թե ինքը օբյեկտի մեջն է, տպելուց ուրիշ ձևի է տպում։ Հա, ասածս էլա որ ես չեմ կարող վստահ լինեմ, որ ինքը ճիշտ է։ Ես երբեք վստահ չեմ, որ ինքը ինձ ճիշտ հերթականությամբ է տալու։ Հիմա ես խնդիրը պետք է ուրիշ ձև մոտենանք։ Ամեն անգամ տվեք։ Name-ը նույնն է մնում մեկը, չէ։ Նայ։ Ինչ պետք է անեմ ամեն իտերացիայի ընթացքում։ Ապրես name-ը նույն։ Տեսեմ constant current input-ը հավասար է։ Ուրեմն բոլոր input-ների մեջից ամեն անգամ մի հատ k եմ եկալ է Գուրգեն ջան։ Պետք է թափ սաղ input-ների մեջից գտնեմ որ մեկն է այդ input-ը այս name-ին համապատասխան։ Պետք է գրեմ input stick find անցել եք, չէ՞ find։ Input, չէ՞։ Պետք է ասեմ եղբայր։ Եթե input-ի get name-ը չէ՞։ Հավասար է մեր k-ին, ուրեմն այդ input-ը որ անձի հետաքրքիր է։ Չէ, ինչ արի Գուրգեն ջան, ամեն անգամ մի հատ k-ի համար ես գտա կոնկրետ input-ը, բայց եկեք կարճ գրեմ, այս։ Ասում եմ input-ների մեջից գցի այն input-ը, որի անունը հավասար է իմ k-ին։ Եթե դու գցել ես էդի, չէ՞։ Էսի current input-ն է, կարող եմ գրեմ current input-ի get value-ն տիկ։ Հավասար է lesson-ի մեջ k։ Lesson-ի քառակուսի փաղից k։ Նա նորից գանք։ Ինչ արեցի։
Տիգջան K ունեմ ու լիքը input-ներ ունեմ։ Սենց նայ հարցին, ամեն for-ի ժամանակ, for-ի ամեն իտերացիայի ընթացքում մի հատ K ունեմ։ Հիմա պետք է գտնեմ n input-ը, որի K-ը բռնում է որի name-ը բռնում է m K-ի հետ, չէ՞, Գուրգեն ջան։ Քթա input-ը։ Որ input-ը գտնում եմ, ասում եմ եղբայր, քո արժեքը lesson-ի մեջի lesson-ը մեր օբյեկտներ, չէ՞, այս օբյեկտներ, այս ասում եմ սրա մեջի ենթադրենք get lesson-ը քո value-ն կամ get time-ը քո value-ն։ Հա, այսինքն դեմից ենթադրենք lesson-ը վեկալում եմ, տիկ։ Ասում եմ ախպեր, գտի այն input-ը, որի անունը lesson։ Գտում է։ Ասում եմ դե ախպեր դրա value-ն սարքի այն օբյեկտի մեջի lesson։ Ասում եմ okay։ Գնացինք։ Ստուգենք տենանք ինչ եղավ։ Էսի սենց, էսի սենց, էսի սենց, էսի սենց։ Save-ը սխտում եմ։ Էս ինչ արի, inputs get find is not թո ես քո։ Այստեղ current value հավասար lesson K-ի այդ բաղն է։ Չէ։ Ունդր K Ոնց հասկացա HTML էլեմենտների էսի սովորական զանգված չէ, հիշում եք, չէ։ Inputs find-ը ոնց որ չի աշխատում։ Արել եք post տանք էլի։ Լավ է, քանի որ ChatGPT-ին հասնում թողսին եղել։ Is find method works for HTML collection ակոչում, հա ինքը։ Շուտերա։ Does not work։ Այսինքն չի աշխատում։ Օպա, նա ինչ լավ բառ ասում։ Ասում ախպեր կարած դրա տեղը սենց անես։ Որ աշխատի էլ։ Array from։ Հետո get find-ը։ Նայեք, ինքը տղեկ սովորական input-ը մեր սովորական զանգված չի։ Ինքը ինչ որ ենթատեսակի զանգված է համարում։ Որովհետեւ իրան բերենք, սարքենք սովորական զանգված, դիմում ենք array-ին, ոնց էր, հիշում եք, կար mat get ինչ որ մի բան։ Հիմա դիմում ենք այդպես նույն array-ին, ասում ենք from անունն է այս մարդու բանի, մեթոդի, ֆունկցիայի։ Այս ֆունկցիայի միջոցով մենք ինքը այս input-ի զանգվածը սարքում է սովորական զանգված։ Այս պահին Գուրգեն ջան, օրիգինալին ինքը ձեռ չի տալ։ Հա, այս պահին պրոստը վեկալում է այս input-ը, սարքում է տիկ ջան սովորական զանգված, որ կարողանանք վրան find անենք։ Հա, այս էլ կարանք սենց անենք, սիրուն ալնում, այս հա։ Հա։ Այսինքն, դե իտոգում բան չարի, պրոստը array from ավելցրի input-ը։ Հա, սովորական զանգվածի բերեցի։ Օպա, փոխել։ Արա դզես, տեսա ոնց է դասա։ Դրանց միջից մենակ հարիզարը էլի։ Հա, տես array-ի պես բանա, from-ը։ From-ը, էսի դե ամեն մեկ տեղ չի որ պետք է գալի։ Զուտ մենակ այդ բանի այդ from-ը չգցեցինք այն license-ի կարողի target-ով index-ը, թե հենց մեր license-ը գցեցինք դրա մեջ։ Ինչը։ Մենք դիտես մենք JavaScript-ը։ Հա, նորից կանք մի հատ, նորից բացատրեմ։ Չէ, точно է։ Այդ պրոստը ուժան։ Լավ խնդիր է, չէ՞։ Այդ բան չէ, չէ։ Ստանդարտը։ Հմ։ Now, case 4 is type it into
բայց դե իմ բանն է, մենակ ես միակ նավերում եք։ Ջան։ Հետո երգերի գերի էի կբերի։ Դեպի գիտեն, մեծ ոց փոխել միակ նավերում։ Մի հատիկ բան է։ Որը մեջ գերի հատիկերի։ Ինչը, սպասեք, ինչի հետ եք, էլի ավելցնեմ, հա, դիք ասա ինչ անեմ ստանամ։ For let K in lesson ենք գրել։ Current input-ը reference input get input-ի name-ը key։ Ինչի՞ է դա։ Անունացման սա ֆանալիչը նկարագրությունը ջնջելիցի Ուրարտերում That's the one. Все точно. Здорово. Синчок. Правильно. Шамей kaldığı böyle tutulur. Çelsi bilmiyorum. Ben ne demiştim? Sen
Գեդը չես դրել։ Գելասի գեդը չես դրել։ Չէ՞։ Ահա, նայ։ Դրոս դիմա։ Փոփոխել։ Մի հատ հավասարներ։ Արի ես։ Իսկ Բայց էսի ինքը պահում է։ Հա։ Այս հինը պահում է իր մեջ։ Նայ, դե որ փոփոխեց, առասնագարինը։ Այսօր էսի չնջե։ Հա, մի պետք է ֆունկցիոնալը ճիշտ սարքի։ Ու ավելացնեմ, Փուշ ես անում, պետք չէ։ հինը կպահի։ Մեզ փուշ անել պետք չի։ Անչարի դեպի։ Ամին նայ։ Էսի հինը պահում է։ Այդ էդիտինը չէ։ Ըստ մենք ավելի լուրջ խնդիր ունենք, այդտեղ։ Ինչ խնդիր։ Լավ է։ Ամին նայ ինչա կատարվում։ Հələ որ միջև էս օքեյ, չէ, այսքան նայ ինչքան ուր հասանք, էլի։ Ինչև էս օքեյ է, Սա ֆունկցիոնալ աշխատում։ ավելացնում է հինը պահում։ Նայ, մեր խնդիրը ինչն է։ Ջնջելու դեպքում մենք մի անգամից ենք ջնջում, չէ, Գուրգեն ջան։ Всё, վերցնում ենք այդտեղ։ Բայց ամի ինչա պետք, մեզի պետք է երբ որ save ես սխմում, քո save-ի ֆունկցիայի մեջ դիք գրածա որ ինքը պետք է վերցնի սաղ արժեքները, չէ, Գուրգեն ջան։ Սարքի նոր օբյեկտ, ինքը չգիտի որ թազա ինչ-որ edit մեր, ինքը չգիտի որ փոփոխել, ասում է եղբայր, save-ի վրա դու գրել ես որ ինչ լրացված է, save անելուց պետք է գնամ սաղ վերցնեմ, թազա օբյեկտ սարքեմ, օբյեկտը տանեմ, փուշում գնամ թազա նկարեմ։ Դու չես աշխվել ոչ մի ձևով, որ եղբայր, եթե դու գտնվում ես փոփոխելու ռեժիմում, դու քեզ դրսևորի ուրիշ ձև։ Այսինքն այդ քլիկից բացի, Ամին նայ, edit-ի քլիկից, այսինքն edit-ը Գուրգեն ջան, այս ֆունկցիայով բրծավել բան չունի անելու։ Չէ՞ դիք, ուրիշ ինչ անես edit-ով, ախպեր, էլես է ինչ կապ ունի այս պատմության հետ։ Իրանից հասնում էր հետ լրացնել ես դաշտերը։ Բայց տղեկ, ամին նայ, որտե պետք է փոխենք, ֆունկցիոնալը պետք է փոխենք, ուր է save-ը։ Էսի չէ, ահա, ստեղ պետք է փոխվի սա լոգիկը։ Button added listener click այս։ Այսի պետք է փոխվի տղեկ։ հենց իսկական բան, իրա Այս push-ի մոմենտ։ push-ի բան։ Համին նայ Գուրգեն ջան, դու ստեղ հարցը գիտես որն է։ Բայց ես ֆունկցիա չեմ սարքում։ Ես չեմ սարքում։ Հա, չէ, հա։ Ես համի push-ի մասը գիտես ինչը չգիտեմ։ Եթե կա կամ չկա։ Ես համի չգիտեմ ինքը փոփոխման ռեժիմի մագետում թե թազեն սարքելու։ Եթե ուրեմն կա, բայց դե փոփոխականները մի հասանելի չի գործում։ Համի, ուրեմն համենի վերևում What մի հատիկ ինձի փոփոխական է պետք։ ամենավերևում։ Ապրի։ Այսինքն force control Active կներեք let active index-ը հավասար է -1։ Կարեք սպայի դիք չեմ, պրոստը undefined թողես։ Լավ, եկեք սես սպայենք։ Գիտես խի -1 դրի, որտեվ երբ որ օրինակ զանգվածից ուզում ես բան գտնես ու չի լինում ինդեքսով է, ինքը քեզի -1 է տալու։ Ես այս զուտ այդ պրինցիպով գնացի։ Հա, ընդունված պրինցիպ է։ Եկեք -1-ով թողենք։ Ահա, Գուրգեն ջան, երբ որ ինչ-որ մեկը սախում է edit-ի վրա, ու input-ները լրացնում վերջացնում, ատիկ։ Ես պետք է գամ այստեղ ասեմ, որ active index-ը հավասար է այս պահին փոփոխվողի ինդեքսի։ Edit-ի մեջ եմ գրում։ Add edit ֆունկցիայի մեջ, երբ որ Add edit-ի ֆունկցիայի մեջը նայ Գուրգեն ջան, մի հատ ամենավերևում փոփոխական հայտարարեցի, որ տենամ ես սա իրան սաղ տեղերից իրան տենամ։ Երբ որ ինչ-որ մեկը սխմեց այս edit ֆունկցիայի վրա, փոխելի վրա։ Ես գնացի, սաղ input-ների արժեքները գտա, չէ, այդ օբյեկտը ինդեքսով։ Ահա։ Գնացի տիկ ջան, input-ները լրացրեցի։ Ահա։ Համի պետք է պահեմ են վերևի փոփոխականի մեջ, այս պայն նովա edit լնովը։ Որ երրորդն է, զանգվածի որ ինդեքսն է համի փոխվում, չէ։ Ահա։ Համի Գուրգեն ջան, քանի որ ես այս active index-ը պահել եմ, սխմելու վաղ։ Չէ։ Ահա։
Տիկ ջան, երբ որ գաս դու բաթոնի վրա save ուզենաս անես, push անելու ժամանակ, նայ, այստեղ։ Հələ Գուրգեն ջան, կարաս ոչ մի բան չլես, մեն հələ ման նայ։ Ես պետք է ստուգեմ։ Եթե active index-ը մեծ է -1-ից, այդ նշանակում է, որ տիկ ջան, ոչ թե ես պետք է push անեմ, license-ի active index-երորդը պետք է հավասար լինի այս օբյեկտին։ Հակառակ դեպքում դատան այն օբյեկտն է, Գուրգեն ջան, ամեն անգամ որ ադի վաղ հավաքվում։ Չէ՞։ Ահա, այսինքն ինչ ասեցի, ասի եթե ես ինչ-որ մեկը, ասում եմ, եթե էսի թողել, այսինքն տես ոնց որ գիտես ինչ արի, ոնց որ մեկը սխմեց այն ներքևը ջոգիր, ես զանգի շեֆությանը խաբար արի, որ ախպեր ընդ գիտես ինչ 4-րդ ինդեքսով օբյեկտ է, Գուրգեն ջան, ասի այս բային փոփոխման մեջ է։ Ասեց օքեյ, գիտես ինչի իրան տեղակ բայեցի, որ եթե մեկը սխմեր save, հա, այս բաթոնին սխմեր, որ ես իմանայի ոնց պահեմ ինձ ախպեր։ Եթե մարդ չկա այս պահին, որը որ փոփոխման ռեժիմում է, ուրեմն ես պետք է push անեմ, այսինքն նորն է։ Եթե այս անտերը -1-ից մեծ է, ուրեմն ինչ-որ մեկը այս պահին փոփոխման ռեժիմում է գտնվում։ Ես դրա համար եկա ասի ախպեր ջան, այս ինդեքսով զանգված ջան, ասի այս ինդեքսով մեկը կա քո մոտ, տեղը այս թազեն դիր։ Տիկ ջան, բայց որ թազեն դնում ես, պետք է փոփոխման ռեժիմը անջատես, նորից պետք է սարքես -1։ Չէ՞ Գուրգեն ջան։ Ոնց որ նորից անջատեմ, ասեմ всё ախպեր, այն ով որ փոփոխում է, բրծավ ախպեր, էլ չկա։ Բայց մենք խի LC մեջ գցեցինք բանը։ Որովհետև նայ, մի դեպքում ես պետք է ամեն անգամ բայց կնեց մեր բանը։ Ինքը առաջի անգամ եկա տեսա ինքը բանա, առաջի անգամ բան չկա, ինքը -1 է, պրինցիպի։ ուրեմն push կա։ Չէ։ 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 Length-ը ինդեքսերով չունի -1 է։ Ինքը երբեք դեռ չի մտնել։ Չէ, նայ, մի քանի դիպա չէ։ Մի հավանականություն կա, որ ինքը LC մեջ չունի, իհարկե ոչ, չէ։ Որտեղ դեռ ամեն անգամ եթե դավիթի մեջ ինքը փոխվի -1։ Հա։ Եկավ տեսավ մեջ չի օրինակ։ Կմնիսի LC մեջը խազի կամեցին։ Առաջի անգամ մտնում է LC մեջը ու վсё։ Նայ, այս ֆունկցիան անընդհատ կանչվող ֆունկցիա է։ Ինչքան save-ին սխմես, այդքան կանչվելու։ Չէ՞։ Մի անգամ save-ին եմ սխմում, այս մարդը գնում է տենում այս բային փոփոխվող չկա, push անում Գուրգեն։ Եթե ինչ-որ մեկը այդ բային սխմել է edit-ին, ու save-ա սխմում հետո։ Լավ, հասկացա, ես ուրիշ բանի վրա եմ։ Նա ինչ կժանոց բանենք ստացի ուրեմն։ Մաթեմատիկա, այսի կարանք դաժե հաղթական ճիշտ լրացնենք էլի։ Չէ, ես դեռ ուրիշ բանի վրա գնացի, ես մի քիչ S-ը որ ունդը փոխեցինք արժեքը -1, պրոցես չջոգի որ երկու տարբեր կոճակներ են։ Դե նայ, դու ես save-ն այլի։ Չէ՞, նայ, բոլորի դեպքում էս աշխատում։ Հա, էսի ավելցրեց։ Ուզի գավելցրեց։ Ուզում ես գնամ մի հատ ավելցնեմ։ Չէ, հասկացա։ Ես պրոցես այդ կնոպիկի պահան, այդ պահը իշխանում է։ Միշտ նույն կնոպկեն է աշխատում, բայց երբ որ դու փոխել ես սխմում, սաղ լրացավ, հիմա ինքը գիտի Գուրգեն ջան, որ դու փոփոխման ռեժիմում ես։ Որ save սխմեմ, նայ, մաթեմատիկան փոխում եմ բան, 5-5-ով։ Ես ինչ արեցիք, զանգվածի հետ տաղեք, ոնց սկսա զանգվածի հետ, աշխատել մինչև վերջ այդ պրինցիպը սպահեցի ու սա խնդիրներից լուծվա։ Եթե ես այդ պրինցիպը չպահեի, հաստատ հմի միտե կոշկվել ենք։ Ու նենց էինք կոշկվել, որ ձև չկար արդեն այդ խնդիրը լուծել։ Հա, որտեղ եթե միտե ցեպշկեն կորցրի, всё, ախպեր, դրա տերը չես։ Ես մի չվերջ եմ բգից բռնած գնացի այդ զանգվածի հետևից։ Դա խնդիր էր։ Տղեկ, եսի դոմի ամենաբարդ կտորն, բարձի ինչ իմաստով, որ մետ full պատկերացն ես ախպեր, ոնց կարաս է, ցեպշկեն պահես, ոնց կարաս է, ցեպշկեն պահելը, հմինայի,
այդ ֆունկցիայի մեջ խնդիր չկա։ Պրոստը մի այնա որ այս հետո առաջի բան որը սկզբից գրես, որը վերջում գրես, որը ես չեմ ասում, ես հասարակության տիրույթ չի դեմ բայքան, ապա այդ գարսը դիգես թե այս սա վերևը հադարը նա всякий, բայց իտոգում բաներ կա, որ դի վերևը չլինի։ Դա միշտ նայ, ես փոփոխական հայտարարելուց միշտ գցում բռնում, նավսակին իմ համար չկա։ Պետքա կամ պետք չէ։ Դա էլի, Որտեղ պետք։ նասակի բան ասում դա, դա կանի սա վերևը, ինչ օրենքի պետք է սա վերևը կա, Հենց այտենց արիր, всё, կորցրել ես դու ուժը ցեպշկի։ Որտեղ են տեքստ, այստեղ մենք տեքստը հայտարարեցինք drive list-ի մեջը, ու պետք է հավասար արեցինք, հետո բան արեցինք, բան չէ։ Ոչ։ Տարեք, տեսեք, նայ, դաժե ես իմ այսքան տարվա փորձով ինձ զգուշ եմ եթում առաջ։ Հա? Տես ես հատիկ ամեն փոփոխականի համար մի հատ մտածում եմ, հա, որտեղ ես գիտեմ ես ասում եմ ինչի մեջ եմ ընկնել։ Տես ես դրա համար ավելի զգուշ եմ բաղում, հա? Դուք ավելի զգուշ պետք է լինեք։ Ամեն փոփոխականը իմանաս ինչի ես այդտեղ հայտարարում։ Պետքա, պետք չի։ Բան չունեմ ասելու, մի հատ եկեք։ Հիմի որ ինձ ասեն եմ վաղ, այսքան բան ա գրած, 4 հատ տող ա երևում, մի հատ ցուցակա Եղածն ինչա։ Ջնջվի, ունդեղ փոփոխելու կնոպին սախ բանն է, երևած է, հեր բան չի, երևած է քանի տող ա, սպասի։ 100 տող, 96։ 275-ից, անենք, 364, համեր 100 տող։ Հետո կպատկես, արանքներն է հաշված հապելիսունիսով, տողնի 30 քանի տող։ Դիք չէ, պրոստը եշմատ չէ պատկեսն, իսկ 4 այս 60 տողը բան է գրում, երկա բան է։ Հա, բայց նայես, եկա ֆունկցիոնալ դարավ էլ։ Հա։ Պրոստը ոսենց մի նայեմ ես, այն բանի պահը, ապագայի պահ վաշը, բանդում, սարսապելի թում։ Դրանք սենց էս ասա, սուծը սենց ասած, եթե էսի հասկանում ես, սաղ դու պատկերցնում ես, ես հլա ինքան եմ էսի զզվստելու ես խնդիրներով, մինչև всё ես իմանա, որ դուք ախպեր դոմի հետ, ընկերացել եք, դոմի հետ կարում եք դուք բանան։ Պրոստը մի դոմի բանը չի, կոնկրետ իմ մոդս, են պահմա, որ Հա, որ խորանամ դոմստե, պլոս-մինոս համարյա ոչի բան։ Մի հատ query selector-ը, մի հատ ադևետ այդ դոմի ընդեղ օլա դիք խնդիրը չի, ես ընդեղ selector-ը կապրավաս կանես, օլով է, ես կծես դիք խնդիր չի, դեղ խնդիրն ենա, որ դից իշկա, այդ բաթենը հասկտակ, ավելացնի կոջագը վերևներ ավ, ամենա վերևներ ավ, որոստը դեղ այդ տեքստի հավաքել է, ամեն անգամ թազա հավաքել է, Այսի բար խնդիր էր, եկ կա խնդիր էր։ Չէ, բարտի, եդիկ պտի մի քիչ բան անցել։ Պտի տես ես դրա համար եմ ասում, նախորդելուցի, որտեղ սրա մի մասն է կազմում։ Տես դու, նրա մի մասը որ անում ես, տես ես ինչ արես, սկզբից մի հատ խնդիր լուծեցի պրծա, սկսա ավելացնել դրել։ Ես որ չգրի սա մի անգամից սա խնդիրները հավաքեի վզից հետո ոնց պակես դուս կա։ Տես ես մի հատ փոքր խնդիր, սկզբից նայ, ես մինչև այս ֆորումի հետ հարցերս չլուծեցի, տղեկ։ Բացարձակ չէի մտածում դաժե, ոնց պետք է նկարեմ, ոնց պետք է ինչ անեմ։ Ես ախպեր հələ ես այս զանգվածս պահեմ, սարքեմ այդ անտերը, то նկարելը հələ հետո։ Հա? Ահա։ Ոնց որ ասում են այսքանը։ Այսօր այսքանը,